թե շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների կանդրադառնանք եւ այսպես երբ սկսենք այս հարցից, Տարանը 2 ամսով կալանավորեց Արտուր Ավանեսյանին, կանդած, որ առավել հայտնի է, խայտարակ ձայնակության հիման վրա, խնդրեմ ես մասով ձեր տեսակետը, շարունակում են զինվորականները, նախկին զինվորականները թեկուզ եւ մնալ այս մարդկանց թիրախում, համեցեք։ Շնորհակալ եմ հրավերքի համար։ Սա առաջին դեպքը չի, բազմաթիվ այդպիսի ապօրինի կալանավորումներ են եղել եւ քաղաքական գործիչների, եւ ազատամարտիկների, եւ Հայաստանի զինվորականների վրա։ Շինծ ու քրեական գործեր են հարուցում Նիկոլ Փաշինյանի հրահանգով ու քաղաքական պատվերով եւ մարդկանց տանում կալանավորում են։ Այս դեպքն էլ եզակի նորից եմ կրկնում եզակի չէ, նրանք փորձում են այդպիսով ինչ որ ձեւով փորձում են վարկաբեկել ուժեղ Հայաստան քաղաքական ուժին եւ նրա անդամներից մեկին զինվորականին, որը ծանր վիրավորում է ստացել պատերազմի ժամանակ, տանում են կալանավորում են։ Ապօրինություն է, որը բնականաբար մենք դատապարտում ենք։ Տեսեք, հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման հաջորդ օրը իրենց խորոված փարթին էին կազմակերպել, այս ամենը ձեր կարծիքով ինչի դրսևորում է։ Իրենք այդպիսի վարքագծով ուզում են ցույց տալ, որ Հայաստանում ամեն ինչ լավ է, խորոված փարթիներ, վարչաբենդներ, այդպիսի մի միջոցառում էլ կազմակերպել էին մոտավորապես մի ամիս կամ ամիս ու կես առաջ, այսպես կոչված վարչաբենդ, ճոխսեղաններ եւ յուրաքանչյուր մասնակցի համար, ուրեմն նախատեսված մեկ հոգու համար ուտեստը կազմում էր ավելի քան 40,000 դրամ։ 500 մարդու մասնակցությամբ այդպիսի միջոցառում են կազմակերպել։ Նրանք իրենց այդպիսի վարքագծով գործող այսօրվա ապազգային թրքամետ իշխանությունները ուզում են ցույց տալ մեր ժողովրդին, թե տեսեք մեր մոտ ամեն ինչ լավ է, ճոխ փարթիներ են կազմակերպում, երաժշտական միջոցառումներ եւ այլն, ադրբեջանցիներ են գալիս Հայաստան գնում, ինչ որ նորից օրես պատվիրակություն է եկել, ադրբեջանական պատվիրակություն է եկել Հայաստան, ժամանել է Հայաստան։ Մոտ 1 ամիս առաջ էլ մոտավորապես եմ ասում, Հայաստանից էր այսպես կոչված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները գնացել էին Ադրբեջանի Գաբալա քաղաք, այնտեղ ինչ-որ միջոցառման էին մասնակցում եւ բնականաբար հարց է ծագում, արդյոք նրանք այնտեղ հարց բարձրացրեցին հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը, արդյոք նրանք հարց բարձրացրեցին Արցախի հայկական մշակութային արժեքների պահպանման հարցը, ոչ մի նման հարցեր չեն բարձրացրել, մեր ռազմաքաղաքական Արցախի ղեկավարությունը պատանդարված են Բաքվում, բացի դրանից Ադրբեջանը ամեն կերպ փորձում է վերացնել հայկական հետքը Արցախում, քանդում են հայկական եկեղեցիները, հայկական վանքերը, գերեզմանատները, հուշարձանները, հայկական ոճի շինությունները, վերացնում են այն ամենը, ինչ հայկական է։ Տեսեք, դուք խոսում եք սրա մասին, Ադրբեջանը բարձրաձայնել են թե չէ, բայց Արսեն Թորոսյանը հարցազրույցի ժամանակ ասում է, որ մայր տաճարը ավիրում է եւ բոլոր վանքերը ավիրվում է Արցախում, ասում է Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է, ինչ կուզեն կանեն։ Արսեն Թորոսյանն ինչ ունեք ասելու։ Ուրեմն ստրիկա է Արսեն Թորոսյանը, որ նման արտահայտություն է անում, բազմաթիվ երկրներում, անկամ Հայաստանից դուրս բազմաթիվ երկրներում կան հայկական վանքեր, հայկական եկեղեցիներ, հայ ժողովուրդը մեծ սփյուռք ունի եւ մեր սփյուռքահայերը, մեր հայրենակիցները համախմբում են հայ առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ։ Մշակութային օջախները մենք պարսկական մզկիթը Երևանը պահպանվում է, չէ՞։ Պահպանվում է նաեւ մի դամբարան թուրքմենական Հայաստանում։ Դրանք ապօրինություններ են, դրանք ուրեմն մշակույթի հանդեպ իրականացված ցեղասպանություն է, որպեսզի վերացնեն հայկական հետքը։ Տարբեր երկրներում ես եղել եմ Իրանում, բազմաթիվ հայկական եկեղեցիներ կան Իրանում, հայկական հուշարձաններ, հայկական անգամ մշակույթի օջախներ եւ հայկական ֆուտբոլի դաշտ կա Իրանում։ Դատապարտելի է նման կարգի հայտարարությունը, որ Ադրբեջանի տարածք է, ինչ ուզեն այն էլ կանեն։ Ինքը կրկնում է Նիկոլի խոսքերը, Նիկոլը իր բառացիորեն իր խոսքերն եմ ասում, հայտարարել էր ամիսներ առաջ, Ադրբեջանը միշտ էլ եղել ներողություն, Ղարաբաղը միշտ էլ եղել է Ադրբեջանի կազմում։ Ես հայտարարում եմ, որ Նիկոլն այնքան տգետ է, որ տեղյակ չի, որ Արցախը Ադրբեջանի կազմում եղել է ընդամենը 108 տարի,
1918 թվականից մինչև 2020 թվականը, 26 թվականը, բայց արանքում նաև 91 թվականից մինչև 2020 թվականը եղել է Արցախը հայկական։ Միացած Արցախը, Քարվաճարը միասին Հայաստանը ունեցել է 42,000 քառակուսի կիլոմետր տարածք։ Դա է ժառանգել Նիկոլը նախկին իշխանություններից։ Իսկ այսօր Նիկոլը հայտարարում է, որ Հայաստանի տարածքը 29743 քառակուսի կիլոմետր է։ Նիկոլը այնքան տգետ է, նորից եմ կրկնում, որ տեղյակ չի, որ Խորհրդային Միությունից, երբ որ Հայաստանը անջատվեց, անկախացավ 91 թվականին, Հայաստանի տարածքը ուղիղ 29800 քառակուսի կիլոմետր տարածք էր։ Այդ մոտավորապես 60 քառակուսի կիլոմետր տարածքը ռազմավարական նշանակության դիրքեր ու բարձունքներ են, որտեղ 44 օրյա պատերազմի մեր պարտության հետևանքով ադրբեջանական զինվորականները եկել են, դիրքավորվել են, կրակի տակ պահելով մեր արևելյան բնակավայրերը եւ ճանապարհները։ Ցեղասպանության ուրացմաններ են իրենք գնում, տեսեք, իր, այսպես ասենք, ապրիլ 24-յան խոսքում չի խոսում ցեղասպանություն բառը անգամ չի օգտագործում, ասենք նույն իրականության մեջ Ռուսաստանի նախագահն է անգամ խոսում հայերի ցեղասպանության մասին։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Եվ Ռուսաստանի նախագահը խոսեց, հայտարարություն արեց հայերի ցեղասպանության մասին ու հիշատակեց ու բնականաբար ոգեկոչեց մեր ցեղասպանության ենթարկված հայրենակիցներին, այդ թվում նաև Միացյալ Նահանգները եւ մի շարք այլ ուրեմն արտերկրի ղեկավարներ խոսեցին ցեղասպանության մասին եւ դատապարտեցին Օսմանյան Թուրքիայի տարածքում հայերի հանդեպ իրականացված ցեղասպանությունը։ Նիկոլ Փաշինյանը ուրանում է մեր ազգային արժեքները։ Նա պայքարում է մեր հայ ժողովրդի պատմության դեմ, նա պայքարում է մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, նա պայքարում է, որպեսզի մենք ուրեմն երբեք չարտաբերենք Արցախ բառը, նրանց համար Արցախը դա Ղարաբաղ է, որը Ադրբեջանի մաս է, եւ պետական բոլոր մարմիններում արգելել են արտաբերել Արցախ բառը։ Եկեղեցում, երբ որ ուրեմն արարողություն է կատարվում, Արցախ բառը արտահայտում են, Նիկոլ Փաշինյանը դատապարտում է եւ հայտարարում է, որ Արցախ բառը երբ ասում են, դա պատերազմի կոչ է։ Արցախ Ղարաբաղն Ադրբեջանը եւ վերջ։ Սա է նրա տեսակետը։ Ամեն ինչ զիջ է, ինչքան Ալիևը ուզի, այնքան Նիկոլը տալիս է, ինչքան ուզի, այնքան Նիկոլը տալիս է։ Օրինակի համար հիմա խոսում են սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Սահմանադրական փոփոխությունների պահանջը դա Ալիևի պահանջն է, որտեղ չպետք է հղում լինի անկախության հռչակագրին։ Այդ նախագիծը, որ մշակել են սահմանադրական փոփոխությունների, որևէ հղում չկա անկախության հռչակագրին, որևէ խոսք չկա Արցախի մասին, որևէ խոսք չկա Արևմտյան Հայաստանի մասին, որևէ խոսք չկա ցեղասպանության դատապարտման մասին։ Տեսեք, պարոն Բազարյան, ցեղասպանության ճանաչման մասին խոսեցինք եւ կարեւորության ինչ է գրում The California Courier թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը, ամոթ նախագահ Դոնալդ Թրամփին հայոց ցեղասպանության ճանաչումը կրկին ու կրկին համառորեն մերժելու համար։ Ահա թե ինչ է լինում, եւ բարոյական արժեքներից ու սկզբունքներից զուրկ մարդը, որը դատապարտված հանցագործ է, ինչպես նաեւ պատասխանատվության ենթակա է ճանաչված սեռական ոտնձգության համար, ընտրվում է Միացյալ Նահանգների նախագահ։ Թրամփի շղթումները հակասում են ԱՄՆ կառավարության ամենաբարձր մակարդակներում հայոց ցեղասպանության բազմիցս ճանաչումներին եւ շեշտում է, որ ըստ էության Թրամփը Թուրքիայի կողմնակից է հայոց ցեղասպանության շղթմանը։ Ու մեզ եկել են ասում են, հեսա տեսեք, Թրամփը, Ամերիկան ինչ է մեզ համար, ինչ է ստեղծել, խնդրեմ։ Իրենք անընդհատ տարփողում են, որ TRIP նախագիծն է կյանքի կոչվելու, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որտեղ ամերիկյան զորքերի վերահսկողության ներքո կամ ադրբեջանա-թուրքական զորքերի վերահսկողության ներքո Ադրբեջանից դեպի Նախիջևան, այնտեղից էլ դեպի Թուրքիա եւ հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումներ եւ բեռնափոխադրումներ պետք է կատարվեն։ Ընդ որում Ալիևը հայտարարում է, որ այդ ուղիով Զանգեզուրի միջանցքով, Չակերտներում Զանգեզուրի միջանցք, դա հայկական սուվերեն տարածքն է, մեր ինքնիշխան տարածքն է, Սյունիքի ինքնիշխան տարածքն է։ Այդտեղով ուղևորափոխադրումներ եւ բեռնափոխադրումներ իրականացնելիս որևէ հայ զինվորի, որևէ հայ սահմանապահի եւ որևէ հայ մաքսային ծառայողի մենք չպետք է հանդիպենք։ Դա մեր համար բացարձակապես անընդունելի է։
այդ ճանապարհով է, որ մենք կապնվում ենք Իրանի հետ, Իրանը մեր բարեկամ մեր հարևան երկիրն է, դեպի հարավ արաբական երկրներ եւ այլն գնալ գալ եւ վերնափոխադրումներ ուղևորափոխադրումներ իրականացնելու համար Իրանի համար էլ դա կարմիր գիծ է, որովհետեւ եթե այդտեղ վերահսկողություն անցնի Թուրքիային կամ Միացյալ Նահանգներին, որոնք երկուսն էլ Իրանի թշնամիներն են, այդ դեպքում Իրանը կտրվում է Հայաստանը դեպի Սևծով, Վրաստան եւ այնտեղից էլ դեպի Եվրոպա վերնափոխադրումներ եւ ուղևորափոխադրումներ իրականացնելու համար։ Բայց չէ՞ սրանը, որ ցեղասպանությունը շղթող Թրամփը այդ միջած ուղի Թրամփի ուղին ինչ է անել Թուրքիայի եւ Ադրբեջանի բաժին է դարձնելու դա։ Ուրեմն մեր տարածաշրջանը բնականաբար Ադրբեջանի դաշնակիցներն են իրենց ցեղակիցներ Թուրքիան, որը 44 օրյա պատերազմում ամեն ինչով օգներ Ադրբեջանին եւ թուրքական սպայական կազմներ ղեկավարում այդ պատերազմը, բացի դրանից բերել էին Սիրիայից վարձկաններ, այդ թվում Իսրայելն էր օգնում Ադրբեջանին իր տարբեր ուրեմն հետախուզական ռազմական տեխնիկայով, թուրքական բայրակտարները եւ այլն։ Սա է, իսկ ինչ վերաբերում է Թրամփին, որքանով ես տեղյակ եմ, այս տարի Թրամփը այնուամենայնիվ դատապարտել է ցեղասպանությունը, այսինքն ինքը հաստատել է, որ եղել է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը, որը դատապարտելի արարք է։ Ցանկացած ցեղասպանություն դատապարտելի է բոլոր երկրների եւ ժողովուրդների համար։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտարարել, որ եթե ադրբեջանցի ասում են արևմտյան Հայաստան, ասում են արևմտյան Ադրբեջան է, մենք վիրավորվում ենք։ Բա որ մենք էլ ասենք ասում ենք արևմտյան Հայաստան, թուրքերը կվիրավորվեն։ Նա փորձեր է անում, որ Արարատ լեռը ընդհանրապես հանել մեր բանից, զինանշանից, տեղը Արագածը դնել, Արարատը Թուրքինն է, մերը Արագածն է, դա Թուրքինն է եւ վերջ։ Բացի դրանից վերջերս անձնագրային փոփոխությունների մասին են սկսում խոսել, անձնագրի վրա ինչ որ զինանշանի փոփոխություն եւ այլն, անիմաստ պետբյուջեից հսկայական գումարներ են ծախսելու, նորից մարդկանց չարչարելու են հին անձնագրերը հավաքելու, նոր անձնագրեր տպագրելու, անիմաստ գործեր են անում այսօրվա ապազգային թրքամետ իշխանությունները։ Նիկոլ Փաշինյանը, ես հայտարարում եմ, որ իշխանությունը կորցնելու վախից ընկել է հոգեխանգարմունքի մեջ։ Նա հայտարարում է, որ եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հունիսի 7-ին սպասվող ազգային ժողովի ընտրություններում չվերցրեց սահմանադրական մեծամասնություն եւ ընդդիմությունը վերցրեց մեծամասնություն, ապա սեպտեմբերին սկսվելու է պատերազմ։ Ինչը ինքը բախտագուշակ է, որ սեպտեմբերին նորից սկսվելու է պատերազմ։ Որևէ քաղաքական ուժ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կամ դաշինք չի հայտարարել, որ իշխանության գալու դեպքում սկսելու է պատերազմ։ Մեզ բավականաչափ ժամանակ է պետք իշխանափոխությունից հետո մեր ուրեմն ներքին խնդիրները կարգավորելու, բանակը հզորացնելու, կարգավորելու հարաբերությունները մեր արտաքին ռազմաքաղաքական գործընկերների հետ, տնտեսական հարցերը լուծելու, իրավական խնդիրները լուծելու, նոր հետո որոշելու հնարավորություն ունենք պատերազմով Արցախն ազատագրել, թե ոչ։ Պարոն Հասարյան, հիմա ինչ է, այս Մուստաֆայով եկել է ինչ անի, փրկի դուխտա սրանց, որ ինքը սարսափած է, ու որովհետև մենք տեսնում ենք, Ադրբեջանի նախկին արտգործնախարարներ իր աջակցությունը հայտնել Փաշինյանին, չմոռանալով նաև անդրադառնալ նախկին ղեկավարներին եւ նաև պարոն Կարապետյանին, խնդրեմ։ Ադրբեջանը եւ թուրքական իշխանությունները ցուցադրում են իրենց քաղաքական աջակցությունը Հայաստանի գործող ապազգային թրքամետ իշխանություններին։ Նրանք գալիս են աջակցելու Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները անդադ տարփողում են, նորից եմ կրկնում, որ խաղաղություն են բերել, պատերազմը Նիկոլն է բերել։ Մինչև Նիկոլի իշխանության գալը խաղաղություն էր տիրում, պատերազմ չկար, ընդամենը 16 թվականին եղել է քարոզիա պատերազմ, որը արագ դադարեցվել է։ Նիկոլը եկավ 18 թվականին իշխանության, կեղծ սուտ խոստումներ եւ անիրականանալի խոստումներ տալով մեր ժողովրդին եկավ իշխանության ու բերեց 4 պատերազմ Նիկոլ Փաշինյանը եւ մենք տանուլ տվեցինք Հայաստանից ավելի քան
200 քառակուսի կիլոմետր տարածք էլ մնացել է Ադրբեջանի կազմում։ Արցախն ամբողջությամբ հայաթափվել է եւ Արցախը մնացել է Ադրբեջանի կազմում։ Սա է նրանց իշխանության արդյունքը։ Բազմաթիվ սուտ խոստումներ են տվել, որոնք չեն իրականացվել։ Այսպես կոչված ակադեմիական քաղաքը, որը գոյություն չունի, Աջափնյակի մետրոյի կայարանը, որը գոյություն չունի։ Բացի դրանից, Նիկոլը իր վարքագծով ուղղակի հիասթափեցնում է մեզ։ Մենք ամաչում ենք, որ Նիկոլի նման մեկն է մեր պետությունը, մեր ժողովրդին ներկայացնում միջազգային հարաբերություններում։ Մետրոյով երթևեկելիս ինքը մետրո է նստում, որ տեսեք, ես էլ ձեզպես սովորական քաղաքացի եմ, մետրո եմ երթևեկում։ Արցախցի կնոջ հետ ընկավ բանավեճի մեջ եւ անվանեց այդ կնոջը Ղարաբաղից փախասներ։ Փախասնիկն է, ինչ անեին արցախցիք, մնային կոտորվեին։ Հայաստանը հանդիսանում էր Արցախի անվտանգության գլխավոր երաշխավորը, բայց Հայաստանը չկատարեց Արցախի անվտանգության գլխավոր երաշխավորի դերը։ Նիկոլն էր հանդիսանում հայկական զինված ուժերի գլխավոր հրամանատար, ով չի ծառայել բանակում եւ ոչինչ չի հասկանում ոչ բանակից, ոչ էլ պատերազմից։ Դրա պատճառով մենք պարտություն կրեցինք։ Բացի դրանից կան հավաստի տվյալներ, որ Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ պայմանավորվել է, Ադրբեջանը հարձակում է Արցախի վրա, ինքը լինելով հայկական զինված ուժերի գլխավոր հրամանատար, այնպես է անում, որ մենք պարտվենք ու ինքն Արցախն հանձնի Թուրքին։ Ինքը հայտարարել է, որ մենք կարող ենք ունենալ այս նույն վիճակը առանց պատերազմի։ Եթե կարող էինք առանց պատերազմի ունենալ այս նույն վիճակը, ինչու գնացիր Արցախ եւ հայտարարեցիր Արցախն Հայաստան է եւ վերջ հանրության առջեւ, սրելով իրավիճակը եւ Ադրբեջանին ուրեմն հնարավորություն տալով հաջորդ տարի սկսելու պատերազմ։ Սա է նրա քաղաքականության արդյունքը։ Հայաստանում այժմ խիստ սոցիալական բևեռացում է, պաշտոնյաներին տարին մի քանի անգամ տալիս են պարգևավճարներ, ամեն մեկին նախարարներին 7-ից 8 միլիոն, փոխնախարարներին 6-ից 7 միլիոն եւ այդպես շարունակ։ Իսկ ժող վարչապետերին ապրիլի 25-ին խորոված փարթին մի կտոր խորոված շտրեցին, պարոն Վազարյան։ Այնքան մարդ էր գնացել ու բողոքում։ Ու այդ խորովածի մեկ բաժինը մի քանի հազար դրամ է եղել։ Տեկի Պոստանջան ասում է դրա վրա փող կավելացնեն, կամ դրա փող կհանեն կգնան լեռնական հանգստանալու թոշակառները, հիշում եք Փաշինյանի։ Ես Փաշինյանի ասածները շատ լավ հիշում եմ, ինքը 1 տարի առաջ հայտարարեց, որ թոշակառի թոշակները 10,000-ով էլ 15,000 դրամով էլ ավելացնենք, միևնույն է նրանք փողը ծախսելու ձևը չգիտեն, իմաստ չունի։ Այսինքն ԿՊԱ-ականները ներողություն եմ խնդրում, շարունակեմ, փողը ծախսելու ձևը շատ լավ գիտեն։ Պետբյուջեից հսկայական գումարներ դուրս են գրում եւ իրենց պարգևավճարներ են բաժանում։ Հիմա նորից ընտրություններից առաջ էլի պարգևավճարներ կբաժանեն։ Ընդ որում ամենամեծ պարգևավճարները բնականաբար Նիկոլ Փաշինյանը ստորագրում է եւ ինքն իրեն գրպանում է։ Անցյալ տարի նոր տարվա նախօրյակին տարեմուտին Նիկոլ Փաշինյանը գրպանել է պետբյուջեից 21 միլիոն դրամ։ Իսկ դա կազմում է մեկ թոշակառուի շուտ 30 տարվա թոշակը։ Այսպիսի իրավիճակում միակ ելքը մնում է այս ապազգային թրքամետ իշխանություններին իշխանությունից հեռացնելը։ Իսկ դրա ճանապարհը համազգային համախմբումն է։ Ընդդիմադիր առողջ ազգային քաղաքական ուժերը պետք է համախմբվեն եւ մինչեւ այս տարվա գարնան վերջը ոտքի անեն ամբողջ Հայաստանով մեկ մեր ժողովրդին ու կազմակերպեն աննազանդություն գործող ապազգային թրքամետ իշխանություններին։ Հարկավոր է պարտադրել Նիկոլ Փաշինյանի եւ իր կառավարության հերացումն ու գործող ազգային ժողովի լուծարումը։ Կարճ ժամկետի համար պետք է ձևավորել ժամանակավոր անցումային կառավարություն, որը կնախապատրաստի եւ կկազմակերպի Հայաստանի ազգային ժողովի արդար օրինական ազատ ընտրություններ։ Եվ մենք ակնկալում ենք, որ նոր ձևավորվելիք Հայաստանի ազգային իշխանությունները իրականացնելու են մեր ժողովրդի նպատակներն հետապնդող մեր ազգային պետական շահերից բխող արտաքին եւ ներքին քաղաքականություն։ Մենք կարգավորելու ենք հարաբերությունները մեր արտաքին ռազմաքաղաքական գործընկերների հետ եւ ժամանակի ընթացքում լուծելով մեր իրավական, տնտեսական, քաղաքական խնդիրները, հզորացնելով բանակը, ազատագրելու ենք Արցախն ու Հայաստանից բռնազավթված մյուս տարածքները։ Որևէ հաղթանակ, ինչպես Ուինստոն Չերչիլն է ասել, որևէ հաղթանակ վերջնական չի, պարտությունն էլ վախճանը չի։ Կարևորը չհուսահատվելն ու չհանձնվելն է։ Մենք չենք հուսահատվելու, չենք հանձնվելու այս իրավիճակին եւ տարիների ընթացքում նորից եմ կրկնում, ոչինչ
մշտական չի, ամեն ինչ հարաբերական է։ Ազատագրելու ենք Արցախը, որովհետև դա Արցախը հազարավոր տարիներ եղել է հայկական եւ Հայաստանի ամենաուժեղ նահանգներից մեկը։ Բայց մենք հասկանում ենք, չէ, եթե այս իշխանությունը մնաց, իդեմս Վիկտոր Փաշինյանի 4 պատերազմ վերած, ամսի 7-ին մենք կարողանանք գնալ ընտրության եւ գոնե պաշտպանել մեր Հայաստանը։ Ես ուրեմն կոչ եմ անում մեր ժողովրդին, Նիկոլեն ուրեմն հայտարարում է Նիկոլը, որ ինչ էլ անեն ընդդիմադիրները, միևնույնն է մենք վերցնելու ենք սահմանադրական մեծամասն, այսինքն հասարակությանը ուզում են հասկացնել, որ գաք ընտրությունների, չգնաք ընտրությունների, միևնույնն է մենք հաղթելու ենք, որ հանրությունը մտածի, ընտրողները մտածեն, որ մեկ է ես գնամ ընտրեմ, թե չգնամ ընտրեմ, իշխանությունը չի փոխվելու, ԿՊ-ն վերցնելու է մեծամասն։ Այդպիսի վարկագծով նրանք փորձում են որքան հնարավոր է քիչ մարդ գնա ընտրությունների, որպեսզի իրականացնեն իրենց ընտրակեղծիքները։ Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին, իմ զինակից ու մարտական ընկերներին, իմ գաղափարակից ընկերներին ու իմ բոլոր ինձ ճանաչողներին, սիրելի հայրենակիցներ, հունիսի 7-ին անպայման գնացեք ընտրությունների եւ ընտրեք ձեր խղճի մտոք։ Մի թողեք, որ ձեր փոխարեն ուրիշ որևէ մեկի քվեաթերթիկը լինի այդ արկղներում, քվեատուփերում։ Առիթ չեք ունեցել պարոն Բազարյան ձեզ հարցնելու, քանի որ ձեր զինակից ընկերներին կոչ արեցիք։ Այո։ Սասուն Միքայելյանը ձեր ռակաբերդում չնայած տարբերություն չկա, ինքը որտեղ գնում է բխծություն պիղծ բաներ հայտարարում, ասում է բա պիտի տանք այդ հողեր պետքա տան, դրոշ վառելը մեր խաղաղության ծրագրին, այսպես ասենք, սադրանքա, ինչ ունեք ասել այս Սասունին։ Ոչ միայն Սասունին, այլ ընդհանրապես ԿՊԱ-ականներին ես ուղղակի ասում եմ, որ նրանք Նիկոլի գլխավորությամբ դավաճանեցին մեր ժողովրդին տարան պարտության եւ Արցախ հանձնին Թուրքին։ Նրանք պետք է հեռանան իշխանությունից եւ Նիկոլը ու իր գաղափարակից պաշտոնյաներն ու թիմակից պաշտոնյաները իշխանափոխությունից հետո պետք է ենթարկվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դատական պատասխանատվության։ Որևէ դավաճան երբեք լավանում չի թողել, ինչպես առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է բնութագրել, Նիկոլը գնալու է, հիշվելու է, դասվելու է հայ բոլոր ժամանակների դավաճանների կողքին։ Մերուժան Արծրունի, Մելիք Ֆրանգյուլ, Պետրոս Գետադարձ, ու էլի այդպիսի եղել են ժամանակին դավաճաններ, Նիկոլը գնալու է շարվի նրանց կողքին։ Որևէ իշխանություն հավերժ չի։ Նիկոլին թվում է, թե ինքը եւս 5 տարի պետք է ղեկավարի Հայաստանը, 8 տարի ղեկավարել է եւ եւս 5 տարի պետք է ղեկավարի։ Դա մենք թույլ չենք տալու։ Նորից եմ կրկնում մեր հայրենակիցներին անպայման գնալ ընտրությունների ընտրական տեղամասեր եւ իրենց խղճի մտոք քվեարկել որևէ ընդդիմադիր քաղաքական ուժի օգտին։ Այսօրվա սոցիոլոգիական հարցումներով մոտարապես 4 քաղաքական կազմակերպություններ են ունենալու խմբակցություն ազգային ժողովում։ Դա ԿՊ-ն է, օգտագործելով իրենց վարչական լծակները, ֆինանսական միջոցները, ընտրակեղծիքների տեխնոլոգիաները, ադրբեջանա-թուրքական եւ հարավական արևմուտքի քաղաքական աջակցությունը, նրանք բնականաբար ունենալու են ամենամեծ խմբակցությունը, բայց խմբակցություն կունենան նաեւ Ուժեղ Հայաստան կուսակցությունը երկրորդ քանակով ըստ սոցիոլոգիական հարցումների, Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքը եւ Գագիկ Ծառուկյանի ուրեմն դաշինքը։ Այս 4 ուժերը երեքը միանալով իրար ավելի շատ ուրեմն ունենալու են падգամավորների քանակ եւ կարող են իրենց մեջից ամենամեծ ձայներ հավաքած քաղաքական ուժի ներկայացուցիչին ընտրել որպես երկրի վարչապետ։ Նիկոլը հայտարարում է անընդհատ. Գյումրի չի լինելու, Գյումրի երկրորդ չի լինելու։ Ինչ եղավ Գյումրի երկրորդ։ Գյումրիում ընդդիմադիրները Ավագանո անդամները համախմբվեցին, Վարդան Ղուկասյանին ընտրեցին քաղաքապետ։ Անմիջապես Վարդան Ղուկասյանի վրա հարուցեցին շինծի ու քրեական գործ եւ տարան այդ մարդուն կալանավորեցին։ Ընդ որում քրեական գործ հարուցեցին նաեւ նրա որդու վրա։ Եվ պարոն Բազարյան, վերջին հարցը, Համեցեք։ ռեպլիկի կարգի թե ոնց ուզեք պատասխանել։ Աննա Հակոբյանը գնաց հետ եկավ, հիմա նորից շատ են ասում են, վերջերս ասում էր տալիս զզվանքով է խոսում մարդկանց հետ, չի թաքցնում։ Այս ինչ ձեր սեվորում է ձեզ։ Ճիշտ ասած, ես չէի ուզենա խորանալ նրանց ընտանեկան հարցերի խնդիրների մեջ, ինչու բաժանվեցին, ինչու հեռացավ, հետո սկզբից ասենք նրանց պետական բյուջեից իրեն անվտանգություն է տրամադրում 20 հոգանոց
Ոչ միայն դա, այլ իմ քայլի հիմնադրամին բազմաթիվ, ասենք, գործարարների հետ կազմակերպում են ճաշկերույթներ եւ ամեն մեկը այդ ճաշկերույթին մասնակցելու համար 1 միլիոն դրամ պետք է փոխանցեր Աննա Հակոբյանի հիմնադրամին։ Այդպիսի ճաշկերույթներ են կազմակերպում։ Դրանից զատ նաև Նիկոլը վերջերս հայտարարել է, որ յուրաքանչյուր հայաստանցի անգամ 1 դրամ փոխանցի մեր հիմնադրամին, այդքանով մենք բավարարվում ենք։ Իբր թե փող չունեն, յուրաքանչյուր հայաստանցի եթե 1 դրամ էլ փոխանցեց, ուրեմն իրենց կողմնակիցն է։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հրավերքի համար։